4-րդ օրն է արդեն, մասնակիցների մոտ տրամադրության հստակ փոփոխություն է նկատվում, մասնավորապես աստղերի թիմը բաժանվել է երկու կոալիցիայի։ Մեկը մի փոքր մեծ կոալիցիա է։ Մի կոալիցիայում Ռաֆը, Էմկան եւ Էման։ Այո։ Մյուսը Լիա, Եվա, Գևորգներ եւ Աղաս։ Տեսնենք ինչ կլինի։ Դե անսպասելի զարգացումները հաստատ կլինեն, որովհետև խաղարկվում է ավտոմեքենա։ Ես ինձ Յակուբովիչ եմ ես պահին զգում եւ այդ հնարավորությունը ինձ տվել է Royal Armenia ընկերությունը մանկությունից երազել եմ որ ասեմ ավտոմոբիլ։ Եվ այդ հնարավորությունը ունեմ, այո այս գժական BYD մեքենան է խաղարկվում եւ մենք այս հրաշալի արևոտ եղանակը վայելում ենք Ծաղկաձորյան չնաշխարհիկ սարերի ներքո։ Եվ ոչ միայն Ծաղկաձորն է հրաշքիր եղանակով եւ բնությամբ, այլ նաեւ Sia Resort & Spa հյուրանոցային շքեղ համալիրը, որն իր ծառայություններով հարմարավետ եւ շատ համեղ սնունդով միշտ ապահովում է։ Նաեւ հենց դրանք էլ մեզ հյուրընկալել են Arm Games-ին իրենց մոտ։ Իսկ մեզ մոտ արդեն նախաճաշը սկսվում է, որից հետո շատ հետաքրքիր բան է սպասվում սենյակներում։ Ես դեռ քեզ չեմ ասի, բայց ընթացքում արի պատմելով գնանք, էլի։ Որոշել եմ քեզ ասեմ, որովհետև մասնակցելու ես այդ ընթացքին։ Բայց լավ բան է, թե Իրականում երեխեք մեծ կարևոր նորություն ունեմ։ Եկեք այդ պաղպաղակենք համել կասեմ, որ այսօրվա այդ նորությունը շատերի համար սառը ցնցող է լինելու։ Որովհետև ես երեք անժամկետ իմունիտետ եմ շահել։ Բա Եվան։ Եվան չգիտեմ, բայց դե ոնց որ երկու նվերից լավի եւ շատ լավի մեջից ինձ շատ լավն է անկել։ Վստահ ես որ շատ լավն է անկել։ Հա, այդ հարցում վստահ եմ։ Եթե այսօր նենց լինի, որ քվեարկած ամենաշատ ձեները հավաքեմ ես, ու ենթադրենք մյուս ձեներն 3 ձեն հավաքի ինչ-որ այլ մարդ, ես եթե իմունիտետը մնում եմ խաղում, այդ այլ մարդը դուրս է գալիս։ Այդ այլ մարդը մեզանից մեկն է լինելու։ Ոչ, մենք ես 3-ով քվեարկում ենք ուրիշի դեմ։ Իրանք 5 հոգով են։ Okay. Իրան ընդդեմ գնում է ու փճվում է։ Ջոգեցի։ Իրանք ուզում ես ասես 5 հոգով քեզ 100%։ Լավ, թո 3-ը լինի։ Իսկ այդ դեպքում կարաս քո իմունիտետը ինչ որ մեկից տաս։ Չգիտեմ, բայց եթե հնարավորությունը լինի, կարծում եմ կտամ։ Ամել։ Ամեն դեպքում մեզ պետքա որ մենք 3-ս միշտ միասին լինենք ու քվեարկենք մի մարդու օգտին, որովհետև իրանք 5 հոգով մի կոալիցիա են, իրանք ձայների քանակը շատ է։ Մեզ դա ձեռնտու չի։ Բայց դա ամեն դեպքում իշունի վեճեր։ Մարդ ես, բա որ կարեցինք։ Եկեք լավով գոնե մտածենք էլ մի քիչ հետ։ Դա մեր մոտ հաղթել է լավ ստացվում։ Երեխեք սուրճ եմ դնում, ով ոնց է ուզում։ Թող ես դնեմ էլի, ես մենակ իմ դրածն եմ խմում։ Արի։ Ես շատ արագ համաձայն եմ, տեսնեմ։ Ժողովուրդ հասկանում եմ, որ լարվածություն կա, բայց պետքա հիշել, որ հիմա թիմ ենք ու այսօր ունենք մեծ խաղ ու չգիտենք այդ մեծ խաղը ինչ է լինելու, դրա համար պետքա համախմբվել։ Եթե մենք ստացվա, որ ենթադրենք պարտվեցինք ու մեր մեջ քվեարկությունը։ Էլի երեկվա մտքին եք լինելու ու նորից ինձ անեք, թե անելու եք այսօրվա մեղավորին։ Քվեարկության լոգիկան ձեր կողմից ես չտեսա օրինակ, ես դա երեք Էրմենկային էլ եմ ասել, սպասի։ Այսինքն նայ, մի հատ մարդ, ով որ եթե սա նայում ենք, սաղը սիստեմը նայում ենք որպես խաղ, չէ, իրան, այսինքն անձնական դաշտ չենք տամ, ահա։ Եթե նայում ես իրան որպես խաղ ու նկատում ես, որ այդ մարդը այդ խաղի մեջ ուժ ունի, թե շուստրությունն է, թե ասենք, չգիտեմ, ես իմ տղահալով, բոյով, հալով վախում եմ բարձանամ մի կուբիկ վերև կուբիկ դնեմ, այս մարդը օրինակ բարձանում է, այդ ամեն ինչը պլյուս Այդ դեպքում այդ լոգիկայով ինձ ինչ ես անում, եթե ես դու որովհետև խաղը քու պատճառով կրվեցին, ես քվեարկել եմ։ Իմ օգնությամբ չկրեցին։ Ախպերս ես ասում խաղով,
Այսինքն դու երեք օրինակ լիա ինչ ես քվյարկել, պահել ես խաղի մեջ առաջի խաղի հաշվին, բայց իրան հանել ես Ոչ թե պահել եմ առաջի խաղի հաշվի, ես մտածել եմ, որ իրան քվյարկելու դեռ ես կոմպրոմատ չունեմ։ Կարամ ես մի հատ բան ասեմ, Խաղային առումով, լսի, այմ կա, լսի, մեծ խաղերի առումով, մեծ խաղերի, այսինքն այն ինչ որ անցել ենք, թե երկու հատ կրել ենք, մի հատ կրել, այս մարդու կողմից, բացի օգուտը, ես կիքս չեմ տեսել, որ թիմի խանգարի ու իր պատճառով մի բան լինի։ Այդ լոգիկով չեմ քվյարկել իրան, որտեղ կոմպրոմատ չունեմ, չեմ, պետք է գրեմ, ասեմ ինչի համար եմ, չէ՞։ Այսինքն պատասխանատվության մտնելը, բեսեմ պատասխանատվության տակ մտնելը այդքան ռիսկային է։ Այսինքն եթե դու քանի տարեկան ես, դու քանի տարեկան։ Փոքր եմ քեզանից դեպի։ Շատ, չէ, ինձ թվում է, ես 12 տարի մեծ եմ։ Այդ պատասխանատվության տակ մտնել բառը, որ դու ասում ես, առաջարկում եմ մի հատ տենասում ես ասում, ու ասելուց առաջ մի քիչ այսինքն ես բացիրում բառը խոսալով չէ, ասում եմ ես երեք, դե բացատրում եմ ես երեք։ Քաշովդ մեկ մի բան էլ ավել, ես ինչ ծնվել եմ պորտս կտրեն, այդ օրվանից բեսամ պատասխանատու եմ։ Դե ջղայնացա մի քիչ էմոցիաներ արտահայտեցի, բայց դա նորմալ է, որովհետև էլի եմ ասում ռեալիթի շոու է ու թիմի ներսի այս կոնֆլիկտները, այս տարաձայնությունները այդքան էլ իմ սրտով չի, դրա համար կփորձենք մաքսիմալ այնց անել, որ չեմ ասում ընդհանրապես չլինի, որովհետև քանի գնա ավելի է շատանալ, բայց մաքսիմալ քիչ։ Դու քեզ հոգնածիր, երկու անգամ գետնին։ Ախպեր ձեռը բռնելա, չէ։ Որովհետև տեղում կանոն փոխվեց, իրա փոխարեն յուրաքանչյուրը կարար պահի տակ ռեֆլեքսորեն էս մի ձեռը դզել։ Okay, կանոն փոխվեց, ձեռներս դզին կանգնեցին։ Եթե քո ասածով ինքը ուժերը սպառեր, այդ կարա հիմնավոր էր այն դեպքում, եթե Ռաֆը ուժերը սպառեր ու այդ անտերը դնել գետնի։ Ճիշտն ասած ինձ դուր չի գալիս այս կոնֆլիկտային վիճակը թիմում, որ բաժանվել ենք երկու խմբերի։ 5-ը ընդդեմ 3-ի ու ես 3-ի մեջ եմ։ Հա, ես 3-ի մեջ եմ։ Ամեն դեպքում բաժանումը մեր նախաձեռնությամբ չի եղել։ Ուժերը սպառել էր, այս մարդը պպզել էր արդեն, իսկ պպզում այն մարդը, որ հոգնում է։ Իրա մեր պարտությունը ճանաչվեց այն ժամանակ, երբ որ մեզ Ռաֆը ձեռով իրա ձեռը։ Ես բան չունեմ, բայց ես ասում եմ, իմ լոգիկան եմ ասում, քվյարկություն։ Ես հասկանում եմ, բայց իմ լոգիկայի մեջ էլ չի տեղավորվում մի բան։ Մենք դուրսը բոլորով ասում ենք երեխեք, այս մենք չգիտենք դրա մեջ լավ բան է, խոսում եմ կներես։ Չգիտենք այս ծրարի մեջ լավ բան է, թե վատ բան, պետք չի տղերքին ռիսկի դիմել ու իրանք բացեն, մենք աղջիկներով կվերցնենք, Էվան վերցնում է իրա վրա, ես ու Էմկան ասում ենք նայեք, մենք է կարանք վերցնենք, ինքը առաջարկում է ճիշտ է, պետք չի տղերքին հանել, բայց ինքը սուս նստում է։ Ես 2 օր լռում եմ։ Ու 2 օր ես լսում եմ իմ հասցեին տարբեր մեղադրանքներ։ Ու առաջին քվեարկությունից սկսած հստակ կան մարդիկ, ովքեր միայն քվեարկում են ինձ։ Միայն։ Մեզ գալիս է այդ ամեն ինչից հետո ասում է երեխեք պետք չի տղերքին հանել, տղերքը ուժ են, չի կարելի բան անել, բայց չգիտես ինչի։ Ռաֆին ինքը յավի քվյարկել է Ռաֆը։ Ես էլ եմ Ռաֆի դեմ քվյարկել։ Ժողովուրդ, այս 5-ը դուք եք Այս մարդը իրան ժերտվա էր տվել, հավայի ընկել էր վտանգավոր գոտի։ Կոնֆլիկտը իրականում ստեղծվեց Լիայի գլխավորությամբ, բայց բոլորը խոսում էին բացի Լիայից։ Չեմ կարողանում հասկանալ այդ զոհի կարգավիճակով ապրելը տենց խաղալը կամ ձեռնտու է, թե չէ, եթե հա, կարելի է առաջնորդվել դրանով։ Արամը եթե ուշադիր ելնեք, Արամը դե ասում է, ում որ ընտրես, ում որ բանանես դուրս գա, վտանգ քո թիմակիցը։ Չեք խորացել ախպեր, որ այս մարդը լավ խաղացող է թիմակից, կարա ելնի ու հետ բերի այս մարդուն։ Երեկվա մեծ խաղից հետո քամբեքին շատ մոտ ենք ու այսօր պետք է միանշանակ կրենք, այսօր շատ դժվար խաղ եմ սպասում։ Այսօր մենք սկսած դժվար խաղեր են սպասվում։ Ու ինչ որ խաղեր են սպասում, որը որ կիմանանք շուտով, այնպես որ պետք է կենտրոնանանք։ Եթե ճիշտ պլանավորենք ամեն ինչ, եթե միաձեռք աշխատենք ամեն ինչ, հաստատ մենք կհասնենք մեր ուզածին։ Բարի օր թիմ։ Անայդ ես քո լուքերի համար գժվում եմ։ Շնորհակալություն։ Մատրիցայից պերսոնաժ է պրոստեք եմ։ Այո։ Ոնց եք քնել, ոնց եք արթնացել։ Արթնացել ենք մարտական։
Ռաֆին հարց տվեցի լարված ես մեր թիմի նկատմամբ ընդհանուր մեր բոլորի ասեց չէ, բայց ինքը երեք խաղի ժամանակ ասեց որ գրեմ մեր թիմի համար վատ ալինելու, որ չգրեմ առավոտյան։ Այդ էմոցիաների տակ է եղել մի խորացի։ Դե հա, ես էլ եմ համաձայն։ Պատասխան տա ամեն դեպքում իր ասած։ Չէ, ես լարված չեմ, Արամը անակնկալներով լի է ուղղակի։ Շատ լավ։ Ուրեմն մենք շարունակում ենք մեր մոտ 4-րդ օրն է ու ամեն դեպքում ի սկզբանե էլ նմանատիպ հաղորդումների սա ստրեսի հաղորդում է, այսինքն ինքը իր մեջ շատ հավես վիճակում ունի։ Նաև նմանատիպ շոուները, ռեալիթի շոուները դարձնում են մեզ շատ ավելի ստրեսակայուն։ Ես իմ մաղթակն է յուրաքանչյուր մասնակցին 8 հոգի եք մնացել այս պայն աստղերի թիմում, 8 հոգի բլոգերների թիմում, 16 հոգուտ էլ մաղթում են, որ ձեր էմոցիաները մաքսիմում կարողանաք զսպել, ձեր էմոցիաները դեռ ձեզ պետք են գալու, հավատացեք։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Հիմա ես սպերել եմ մեր շատ սիրելի այս տուփը Arm Games-ի, որտեղ կա, ասեմ որ երկու տեղն էլ նույնն է, երկու թիմերին էլ լրիվ հավասար պայման է տրված։ Այստեղ նեգատիվ քարտ է։ Հիմա խնդրում եմ, որ լրջանանք, որովհետև շատ հետաքրքիր բան է ձեզ սպասվում։ Ես ուզում էի որոշումը թողնել ձեզ, բայց մտածեցի, որ անաչառ լինելու համար ավելի լավ է կայացնեմ դա ես։ Ես կարծում եմ, որ ձեր թիմում 3 շատ մեծ նշանակություն է ունեցել մի մասնակից, մի մասնակցի ամեն դեպքում խորհուրդ եւ լիդերություն, որի շնորհիվ դուք հաղթեցիք երեկվա մեծ խաղում։ Դա կարծում եմ բոլորդ արդեն հասկացաք եւ համաձայն եք, որ Մանոն է։ Եվ այս պահին Չէ։ Եվ եթե դուք համաձայն եք ինձ հետ, որպես թիմի ամենավստահելի մասնակից, ես այս արխիկը փոխանցեմ Մանոյին եւ ասեմ, թե ինչ է սա, Մանո չբացես դեռ։ Չեմ բացում, բայց համաձայն են իրանք։ Այո։ Համաձայն են։ Ես կարող եմ ասել այս արխիկում լավ բան է, թե վատ։ Եվ այս արխիկում բացասական բան։ Որ ասեմ շատ նեգատիվ է, չպես նեգատիվ է։ Այս քարտը բաժին կհասնի վերջին մասնակցին։ Ես կընտրեմ ձեր թիմից մասնակցի, ով որոշող կլինի սկզբում, ոչ թե դա կլինի որպես լավ խաղացող կամ վատ խաղացող, որտեղ ես չէ, որ դա պետք է որոշեմ, բայց ես կորոշեմ, ես կընտրեմ այն մարդուն, ով երեք իրան ռիսկի ենթարկեց, եւ այս քարտը քոնն է, այս տուփը քոնն է։ Ինչի եմ տալիս քեզ, որտեվ դու ամեն դեպքում ռիսկի գնացիր ու դու նաև նշեցիր, որ պատրաստ ես այդ ռիսկը կրելու թիմի համար, նշեցի, որ այնտեղ կան ուժեղներ։ Ես նմանատիպ քայլերը մեր նախագծում գնահատում, դրա համար ամեն դեպքում որոշող դու ես, բայց հիշեցնում եմ բոլորին, որ այստեղ ոչինչ, ոչ մի բան լավ չի։ 500 рублей. Մտածում։ Ապա ես ֆռում եմ, դե ֆռացեք։ Այդ լոգիկով չենք անում, որ sense ֆռը գերում։ Քոննա Ռավջան։ Լավ, Չէ, Ռաֆինն է։ Ռավջան վերցրու։ Չեմ կարա ինձ պահեմ։ Չէ, արտադիր ֆռա։ Պետք է մնա վերջինին։ Եվան տվեց Լիային, Լիան տվեց աղասին, աղասը Սիրեկանյան Գևորգին, Սիրեկանյան Գևորգը Մարտիրոսյան Գևորգին, Մարտիրոսյան Գևորգը տվեց Ռաֆին, Ռաֆը տվեց Էրմինային, Էրմինան տվեց Էմային։ Նախ կխնդրեմ բացես եւ ցույց տաս ինչ քարտ է այնտեղ։ Ձայնից զրկել։ Ձայնից զրկել քարտը գործում է քվեարկության ժամանակ, այն մարդը ում մոտ այս քարտը կլինի քվեարկության ժամանակ, չի կարող քվեարկել։ Ես ասացի, որ այս տուփը կգնա վերջին մասնակցին, բայց ես չասեցի ոնց է օգտագործվելու։ Հիմա դու կորոշես, թե ով է ձայնից զրկվելու քվեարկության ժամանակ։ Լավ, դարիս եմ Ռաֆոին։ Ռաֆո։
ով կուզեն որ լքի, չէ՞ խաղը, այսինքն տամ նրան ու չեմ ուզի լքի։ Դե չգիտեք արա լքելու բանը թե չէ, ուղղակի բացասական բան է։ Բացասական ես մենակ դրա հետ եմ ասում։ Ես տալիս եմ Ռոզալին։ Շնորհակալ եմ։ Ես տալիս եմ Էդոին։ Ես Վահագին եմ տալիս մոտիկա ձեռս։ Ես իրան համարում իրոք պետքական մեր թմի համար պետքական մասնակից, այնպես որ Շուշան։ Օրա, ես քո մասին եմ մտածել Ագնես։ Շուշան։ Ուզում ես վերջինը մնաս։ Չես նեղանա իրոք։ Չէ։ Դե Ագնես։ Ես Ռաֆային եմ տալիս։ Ռաֆային եմ տալի։ Ռոբ։ Չես խալ էմոցիաներ եմ։ Դուս եմ գալի խաղից։ Ռոբ, սպասիր։ Չէ կար ասեն ինչ այլ ինչ։ Ձեր վերջնական ու թիմային որոշման արդյունքում, նաև անհատական որոշման արդյունքում, այս բացասական քարտը զրկում է մասնակցին քվեարկության ձայնից։ Բայց ոչ քեզ, Ռուբեն։ Դու պետք է ընտրես, թե ում ես փոխանցում թիմից այդ քարտը։ Ես սկզբից չասացի, թե ով է օգտագործելու քարտը, ես միայն ասացի, թե ում է հասնելու։ Հիմա դու պետք է որոշես, թե ով է օգտագործելու այդ բացասական քարտը։ Հիմա։ Ոչ, դա որոշելու համար մի ամբողջ օր դեռ ունես, քվեարկության ժամանակ։ Ոնց տեսնում եմ արդեն հյութերը խմել եք, թարմացել եք, էներգիա ունեք, դա էլ նկատվեց, պատրաստվեք, որովհետև գնում ենք արդեն մեծ խաղին, կհանդիպենք այնտեղ։ Ով է հիշում խեց գետնի գովազդը եմ, սենց տակ, սենց գնում է գրկում է, հիմա մեր մոտ էլ է տեն շիկացած, այսեց մի հատ հիմա գրկում ենք ես գարեջուրը։ Բոլորին մաղթում եմ լավ օր, սիրելիներս, բոլորիս մաղթում եմ լավ օր, վայելեք, սառեցրեք այս թեժ մթնոլորտը, մեզ մոտ կլինի քիչ անց ճաշ, որից հետո պատրաստվում ենք մեծ խաղի։ Դավայ։ Հիպ հիպ, հուրա, հիպ հիպ, հուրա, հուրա, հուրա։ Օր 4-րդ։ 4-րդ մեծ խաղն է լինելու, ես վստահաբար ասում եմ, որ լարվածությունը սենց հասել է մի կետի, որտեղից կարա ամեն բան տեղի ունենա։ Ես գիտեմ, որ ձեր ներսում էլ, հա, թիմերի ներսում կա արդեն որոշակի լարվածություն, դա նորմալ է։ Հիշեցնեմ, որ մեծ խաղերի արդյունքում դեռ 2-1 առջևում են աստղերը, բայց ոչինչ չի փոխում, որովհետև 8 եւ 8 միմյանց դեմ այս պահին կանգնած եք Arm Games-ի խաղահրապարակում, ավելի կոնկրետ Sia Resort-ի տարածքում։ Եվ այսօրվա հաղթող թիմին շատ մեծ անակնկալ է սպասվում, բայց անգամ ես տեղյակ չեմ, թե ինչ է սպասվելու։ Դա կլինի իմունիտետ, նվեր, թե ինձ թվում է պահն է, որ արդեն ասես։ Ոչ, ես որոշել եմ ասեմ խաղից հետո։ Կլինի դա իմունիտետ, կլինի դա նվեր, թե ինչ դուք կիմանաք խաղից հետո, բայց ամեն դեպքում բոլորիդ մաղթում եմ, սենց անսպառ էներգիա ստեղծած ձեզ պետք է գալու, ես բայց խնդրեմ, արդեն պատրաստվեք դուք զույգերին, իսկ մենք բացատրենք։ Մի հատ ես էլի ընդհատեմ, սովոր եմ ընդհատեմ։ Շատ լավ, մինչև կընդհատենք, քանի որ Ռաֆը ընդհատեց, ես հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, նոր կբացատրենք խաղը։ Եվան եւ Ռաֆը աստղերի թիմից հաղթանակ տարան փոքր խաղերի ժամանակ, ըստ այդմ նրանք ունեն բոնուս։ Քանի որ Ռաֆը ասեց մի բան, հիշեցի, որ Ռաֆը նույնպես ունի բոնուս, Ռաֆ։ Ես ունեմ կայացրած որոշում, քանի որ ես ստիպված եմ օգտագործել այս քարտը, որովհետև չես կարող չօգտագործես։ Հիշեցեք ինչի մասին է խոսքը, ռևերսի քարտն է, որտեղ Ռաֆը որևէ մասնակցի իր թիմից կարող է փոխարինել հակառակորդ թիմից եւ դա անվերադարձ փոխարինում է սիրելիներս։ Նաստալ տոտ չաս։ Էդի այսօր ակ եւ ոչ չա։ Ուդա գեվ։ Ռաֆ, հայտնիր որոշմանդ մասին։ Ես, քանի որ իմ թիմի համար դժվար կլինի այս պահին, ես ուզում եմ առաջինը ասեմ, թե ով է գալու մեր մոտ։ Օպա։ Ինչ շատ է դուր գալիս մեր նախագիծը։ Այո։ Շատ։ Իսկ քեզ Անահիտ։ Նախ ձեզ ձեր թիմին ուզում եմ ասեմ, որ ձեզնից մոտավոր 6-7 հոգի արդեն մոտեցել է։ Այդ արդեն թիմ չի, իմ կարծիքով։
Հիմա մեզ պետքա որ դու, եթե խաղում ես մեր հետ, ռակերովկա ես անում 5-ից որևէ մեկին։ Ինչպես գիտեք, մի լավ խոսք կա, ասում անկերներիդ մոտ պահիր, թշնամիներիդ էլ ավելի։ Չգիտեմ, Լիայի օրինակ, ռակերովկայի կանոն ձեր թիմից վստահելի մարդու ուղարկում եք մեր մոտ։ Չէ, Եվային։ Կամ Եվային, հա, տարբերություն չկա։ Ես քեզ խոսք եմ տալիս, այն վերջին անգամ եմ ասում։ Եթե հանկարծ այնց ստացվի, որ այն մարդուն, որ դու ուղարկես մեր մոտ, հայտնվի վտանգավոր ինչ-որ մի հատ իրադրության մեջ, ես իրեն կհանեմ։ Ես Հայդալեկին առաջարկ արեցի, թե ինչպես օգտագործի ռևերսի քարտը։ Պետք է ինձ ժերտվակ տա։ Ես կամ բան։ Ձեզնից մեր թիմա գալի իմ համար այս պայն խաղի շրջանակներում վստահելի մարդ։ Դա Գևորգ Մարտիրոսյանն է։ Գևորգ ուզում ա Անկեղծ չէի սպասում, տենց շատ մարդիկ մտքովս անցնում էին, բայց ոչ ես։ Դե հիմա քանի որ սենց ստացվեց, ասեմ որ սա խաղ է եւ ավելի շատ անհատական, ես կփորձեմ իմ ուժերը լիովին ներդնել այս խաղի մեջ։ Սիմպաթիայով, այսինքն դրական է գալի իրանից։ Ով ու մեզ լավ մարդ է պետք, ու ես քանի որ պետք է օգտագործի։ Այսքան գովեստի խոսքերից հետո ծառայություններով դիմավորում ենք այլևս բլոգերների թիմի ներկայացուցիչ Հայաստանի ամենասիրված երգիչներից մեկը այս պահին Գևորգ Մարտիրոսյանը այսուհետ քարկոծվելու է եւ հալածվելու է։ Այո, Աստղերի կողմից։ Անկեղծ ասած իմ համար շատ անսպասելի էր, որ Հայդալեկը հանեց ռևերսի քարտը ու մեր թիմից տարավ իմ լավ ընկերոջը, լավագույն մեր թիմի խաղացողներից Գևորգ Մարտիրոսյանին։ Այլևս Հայաստանի ամենասիրված երգիչներից մեկը համալրեց բլոգերների թիմը։ Իսկ հիմա ամենաինտրիգայինը ուշադրություն։ Ժողովուրդ ջան, 1 րոպե, սա չէր ամենաինտրիգայինը։ Ով է գնալու բլոգերների թիմից դեպի Աստղերի թիմ։ Իրականում ես վատություն ոչ մի թիմից էլ չեմ անում ու ձեզ տալիս եմ շատ ուժեղ ու ամենակարևոր շատ վստահելի մարդու, ով ձեր թիմի հետ հավասարը կպայքարի ու նաև մեր դեմ պատրաստ է խաղալու։ Դա Ռոզալիան է։ Հայդալեկը ինչպես միշտ իր ֆորմայի մեջ եղավ։ Ես ակնկալում էի, որ Ռաֆը ինձ կհանի, որովհետև այնտեղ ավելի ամուր ու ընկերական կոալիցիա կար։ Քանդվեց կոալիցիայից մի մաս, բայց մեր թիմը շատ թուլացավ։ Ու ես հիմա ուղիղ ասում եմ, ես անելու եմ իմ առավելագույնը, որ մեր, այսինքն այլևս Աստղերի թիմը հաղթի։ Ես ճիշտ ասած չէի սպասում, Ռաջան այդ քարտը խնդրեմ տաս, այս քարտը այլևս քեզ պետք չի գալու։ Շատ անսպասելի էր, որ Ռոզան գնաց ու ես միջև վերջ համոզված էի, որ ես եմ։ 3 հոգու մեջ է տատանվում, թե ում պետք է ուղարկեմ, դա Շուշանա Ստեփանյան, դա Վահագն էր ու Ռոզալիան։ Շուշանին ուզում էի ուղարկեի, որ իրենց 3-ի կոալիցիան Էդգար, Շուշան, Ագնես ցրեն, որովհետև մեզ ավելի շատ պետքա, որ ձայները հետո տենց չլինի, որ 3 ձայն ունենան։ Վահագին եթե ուղարկեի, ռիսկային է, որ այնտեղ իրանք вообще sense ախպերություն, ընկերություն կլինի, դա լուչի ինքը ստեղ մնա, դա կմնաց Ռոզալիան։ Գևորգ Մարտիրոսյան այս պայն համալրեց Բլոգերների թիմը, իսկ Ռոզալիան գնաց Աստղերի թիմ։ Ու մեր թիմ եկավ իմ շատ սիրելի բլոգեր Ջանը ջան։ Կարծում եմ արդեն հասկացաք Ռոզալիան։ Այսպեսի փոփոխություն։ Թիմերում տեսնես կոալիցիաներ կքանդվեն, թե կկառուցվեն։ Արդեն ինձ թվում է քանդվեց կոալիցիան։ Խնդրեմ, պես ինտեգրվում են արդեն։ Իսկ հիմա եկեք բացատրենք խաղը։ Խաղը կոչվում է կանաչ կամ կապույտ։ Մասնակիցները բաժանվել են 2 ական զույգերի եւ մրցել են միմյանց դեմ։ Հաղթելու է այն թիմը, որի գույնը ավելի շատ կլինի գետնի վրա խաղի վերջում։ Դե ինչ խաղի կանոնները պարզ են, արդեն երևի թե ժամանակն է, որպեսզի զբաղեցնեք ձեր տեղերը ու սկսենք մեծ ու ինտրիգային խաղը։ Քանի որ բլոգերները հաղթել էին անցյալ խաղում, այս պայն դուք ունեք փոքրինչ առավելություն։ Առաջինը իրենց զույգին ներկայացնում են Աստղերը։ Ես քանի որ ստեից ասեմ, էլի։ Քանի որ ես ի սկզբանե որոշել էի, որ հենց մեկնարկի ինչ ուզում անի, ես եմ խաղալու հաջորդ խաղի։ Դրա համար, քանի որ տեսանք մոտավորապես ինչ է ինքը իրանից ներկայացնում, կարծում եմ ճիշտ որոշում եմ արել, որ ես կսկսեմ ու կսկսեմ Էմայի հետ Սապունջան։ Շատ լավ։ Էմման եւ Աղասը Աստղերի թիմից։ Ով է դուրս գալի նրանց դեմ։
Գնանք ես դու։ Կարա, շուշ։ Գնացեք։ Վախենում եք։ Ոչ։ Շուշան եւ Էդգար ընդդեմ Աղասի եւ Էմայի։ Դուք դիրքավորեք, իսկ մնացած բոլորը գալիս են այստեղ վեգա ընկերությունը մեզ համար նորից պատրաստել է հրաշալի ջերմության անկյուն, սիրելիներս։ Վեգան ջերմացնում է մեր տները, նաև ջերմացնում է այս պայն մեր մարմիններն ու մեր ոտքերն ու ձեռքերը։ Մոտեցեք, տաքացեք, սիրելիներս, իսկ մենք տեսնենք, թե ինչ է կատարվելու մարտադաշտում։ Եվ այսպես ուշադրություն, որ գույնը 2 րոպեից հետո եղավ գետնին ընկած, նա էլ հաղթում է, կապույտները աստղերինն են, կանաչները ձերը։ 1, 2, գնաց! Սա էներգիայի լարված խաղ, հա։ Աղաս! Աղասի արագությունը ստեղ ահա որ Աղասի ձեռքերը Աղասն ու Շուշանը հրաշալի աշխատանք են անում այս պահին բլոգերները առջևում են։ Վայ, այդ ինչ խաղ է, անկեղծ եմ ասում, երևի կյանքում ինձ այդքան վատ չեմ զգացել, ինձ թվում էր, որ հեսա ուշագնաց կլինեմ։ Անկեղծ ինձ էլ չի հետաքրքրում, ինձ կհանեն, չեն հանի, այ տենց վատ եմ ինձ զգում ուղղակի։ Մնաց 1 րոպե։ Էներգիա տալիս թիմի մասնակիցներին։ Ես ասեմ, որ ես կարմիր ակնոց եմ գրել հատուց, որ գույները չտարբերեն, որ վերջում հանեմ ու տեսնեմ, որ բլոգերներն են հաղթելու։ Իմ ու Էմայի ընտրությունը իմ նախաձեռնությունն է եղել ու իրականում ինձ էլ Էմային էլ ճանաչելով գիտեի, որ տենց երկուս էլ ճարպիկ ենք, բան եւ այլն ու խաղը տենց սենց բարդ չէր թվում, բայց հենց խաղի սկզբից հասկացանք, որ ոչ։ Երկուս էլ բոյով ենք ու մեր համար դժվար է շարժվել, իշնել, մինչև իշնում բարձանում ենք 5 շաբթի էր արդեն։ Արդեն մարդիկ ֆիզիկապես հոգնեցին, էներգիան վերջի կետն է, Էդոն էլ է հրաշալի աշխատում, սենց ասեմ, այս պահին բլոգերները, Էդգարն ու Շուշանը ֆենոմենալ առավելությամբ են աշխատում։ Խաղը սկսեց ու ես էլ բան չեմ հիշում։ Հիշում եմ, որ ուղղակի անկապ ինչ-որ բաներ եմ անում, էներգիայով, տեմպով, չեմ նայում կողքերս, զուտ գույների վրա եմ կենտրոնացած ու շարժվելու։ Խաղը ավարտվեց, ես ուժասպառ ու շնչակտուր ընկել եմ, լսում եմ ինչ-որ ձայներ հաղթել ենք, բան չեմ գիտակցում, աչքերից դեմը սևացած, ես ինչ ունեի ներսում, այդ պահին տվել եմ խաղին։ Ստոպ! Նույնիսկ առանց հաշվելու, բացահայտ առավելությամբ հաղթանակ են տոնում Շուշանն ու Էդգարը։ Ֆանտաստիկ աշխատանք է։ Շատ բարդ է, գիտեմ։ Սաղեք, ապրես։ Տենում էիր արդեն մեռնում ես, բայց ապրես։ Չես կամ չես։ Շուշանը կարծես բժշկական օգնության կարիք ունի, այս պահին կգնա բժշկական օգնության։ Երեխեք ջուր կարանք ունենանք, ջուր։
Ես այդ տարբերակը առաջարկել, բայց սխալելի։ Ձեռներս ֆորնի շուտ։ Շուտ օգնելու։ Գիտեմ։ Շունչ չի գնում, օդ չի գնում ներս։ Փորձում հասկանամ Շուշանին ինչով կարող եմ օգնեմ ու հասկանում եմ, որ շնչակետուր է լինում, չի կարողանում շնչի, փորձում եմ իրան ներշնչել, որ ինքը ընդհանրապես տեղ չի, ինքը մենակ կանգնած է ինչ որ իր ֆանտազիաների աշխարհում ու որ կարողանա շնչի։ Նորմալ է, բայց գալիս է օդ։ Գալիս է օդ։ Հանգիստ։ Կենտրոնացի քո վրա։ Հա։ Ախտերը կենտրոնացի քո վրա։ Աչքերը փակի։ Դու ես։ Մենակ դու ես։ Գանդա։ Շունչ, հարտաշունչ։ Շունչ, հարտաշունչ։ Որն։ Անցնում ենք հաջորդ զույգին, բլոգերներն առաջարկում են իրենց զույգը։ Շատ լավ, արդեն մասնակիցները որոշեցին, բլոգերները առաջարկեցին իրենց նոր ընծար չեմպիոնը Գևորգ Մարտիրոսյանն է։ Վահագի հետ մտցելու են Եվայի եւ նոր մասնակցի են։ Ու շատ հետաքրքիր է, որ այստեղ հա նախկին թմերի ներկայացուցիչներն արդեն հակառակ թմի շատ հետաքրքիր պայքարելու պատրաստ։ Նորից 2 րոպե։ 1 2 գնաց։ Давайте! Давайте! Վահագը, պես Վահագի էներգիան։ Արի մանոյի մոտ։ Գև դավա, երկու հատով։ Մանոյի մոտ։ Երկու հատով։ Վահագը հրաշալի աշխատում չի խնայում Եվային, ոչինչ չի խնայում իր դիմացը։ Ապրես, գև, դավայ, գև, մալադես, գև, արես գով, գև։ Եվ ես մի հատ ուշացում ուզում դասենք Մանոյին, նայեք, մարզիչը, բլոգերների յուրաքանչյուր մարզական գործողության մարզիչ։ Давай, Ваг, давай, Ваг, Ваг, давай. Ապրես։ Ես կասեմ Վահագի ուժեղ կողմը, Վահագի հայերեն չգիտեմ ոնց ասեմ, աբզորն է մեզ, նա տարածքը լայն է ընկալում, դրա համար ամբողջը տեսնում է։ Գևորգ Մարտիրոսյան արդեն ուժասպառ է եղել, Եվան ուժասպառ։ Եվան ընդամենը մի քանի ամիս առաջ է բալիկ ունեցել։ 30 վայրկյան։ Եվ լավագույնն է դու երկուսներից։ Եվ ամենքունից գալու ենք։ Ամենակարևորը վերջին ուժերն են։ Դաս, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, Այո։ Ակնհայտ է, կանաչները գերակշռում են։ Ակնհայտ առավելությունն է, սիրելիներս։ Մասնակիցները ուժասպառ են, ես գնամ իրենց մոտ։ Այո։ Ժողովուրդ, հիմա շնչատար ուղիները տաքացրեք, մի արա, Վահագ, հիմա փորձի շնչառությունդ, որ սառը չգնա, սա քաշի եւ կտորի վրա շնչի։ Քաշի ու մեռի։ Չէ, կտորի վրա շնչի։ Ապե հել կմրսես, էլի սիրտ։ Ակնհայտ առավելության բլոգերները հաղթում են այս պահին, որովհետև երկու տղա մրցում են երկու աղջկա դեմ, 2-0, ամեն ինչ դեռ առջևում է։ Վագս խզարում ենք, միաժա, իհարկե կյանքացում ենք, հեսա ֆիտ ենք անում ենք։ Ապրես, 100% ապրես։ Շատ դժվար։ Գիտեմ, արի օգնեմ։
Երրորդ խաղն ենք սկսում, արդեն պարզ զույգերը, Ռուբոն, Ագնեսը ընդդեմ Էրմինայի եւ Ռաֆի։ Ասեմ, որ այսօր եղանակը ծաղկացնում շատ ցուրտ է, հա, այսօր ամենացուրտ օրն է ստվում մեր նկարումների եւ վեգան ընկերության այս ջերմանկյունը պատրաստած մեզ համար կարծես իդեալական նվեր էր։ Այսօր եղանակ ընկելը հետևներից։ Հա, լրիվ։ Ջերմությունը միջի ձեռնոցներն էր հալեցնում վեգայի։ Ասում շատ ջերմացրեց։ Շատ ջերմացրեց։ Ջերմությունը վեգան ոչ միայն Հայաստանի ամենամեծ խանութների եւ էլեկտրայցանցներն են, մեզ այսօր ջերմացնում է։ Այո։ Դե ինչ սկսենք սիրելիներս։ Գնացինք։ Ինչպես նշեցի, այո, շատ ցուրտ է, ասեմ որ բոլոր այն մասնակիցները, ովքեր խաղում են, գնում են, որովհետև շատ ցուրտ է, անհայտներն են, ինչպես տեսնում մրսում եք։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Դագնես։ Վրա։ Ագնես, արի, Ագնես դրաֆոյի դեպի, դեպի ծով գնա, այդ ծով գնա։ Էտա, ռուբ դրանք սա թեքի։ Ապրես։ Ռուբոն ես ինչ անում, Ռոբո։ Այս խաղի ամենակարևոր բանը ռազմավարությունն է իրականում, որ սկզբում շատ չես օգնում, վերջում ես այդ զգացողությունն ունեմ, որ Ռաֆը այդ ռազմավարության մեջ է խաղում։ ուրախանա։ Նստելա վրեն։ Ոչինչ։ Ագնես քո հետ էլի կա երկու հատ։ Դիտեմ հոգնել ես, այսինքն հիմա գծով գնա։ Այս սրանք տակ գնա։ Ապրես, տակվում։ Եմը դրանք։ Այսինքն հետա, դրանք հանգիստ արա։ Ստոպ չի։ Այդ գավիթներն են վեգալ, այդ դրանք վեգալ։ Ժամանակ կա չենք հանձնվում։ Արա չեմ կարում են։ Ռաֆը հավատիկ է։ Ռուբո մի քանի հատ ամնաց։ 10 վայրկյան։ Ռուբո, Ագնես, դավայցի։ 9 Ընդունում եմ։ 7 Դավայցի։ 5 Ստացվում է։ Շատ ենք։ Հետևինները։ Հետո վինները տարա։ Արայ հետո չխոսես։ Բլոգերները այս խաղը շատ ուժեղ են խաղում։ Մոտերս։ Հաշվեք, Ոյ, ապրես։ Հեն։ Ահորական։ Սա ուղղակի պրավալային ելույթ էր աստղերի կողմից, նրանք 3 պարտություն կրեցին։ Ահա որ է։ Ոտքերս այսքան չի հոգնել։ Ես գիտեմ, մոտս դու ես ասում։ Արա խիչ եմ սկզբից։ Եղան ես բաղում։ Արա որովհետև վերջում վերնում են։ Ես գնամ մասնակիցների մոտ Էրմինան ոնց որ թե այդքան էլ լավ չի։ Էրմինա ոնց եք։ Կտորի վրա շնչ, եթե շնչառությունդ լավ չի։ Չէ, գլուխս Գնա նստի հանգստացի, գնա նստի։ Ոյ, դաժան էր։ Անկեղծ եմ ասում, ժոտ կամերաներից ենք ու մտածում եք, որ հեշտ է, բայց եւի մի 5 տավտակից հետո համ շունչը տա կտրվում, համ ոտեից տա թրջվում ձնից ու ընդհանրապես էլ չես հասկանում ոնց գնաս, ոնց շարունակես ու ինչ անես։ Մասնակիցները ճիշտ չբաշխացին կամ ուղղակի բլոգերների թիմում տղաները շատ էին, որտեղ փոփոխության արդյունքում Հայդալեկը մեծ առավելություն տվեց իրենց թիմին։ Դե իսիրնես 3-0 հաշվով հաղթեցին բլոգերները, իսկ առջևում թե ինչ է սպասում հաղթող թիմին, ես կհայտնեմ քվեարկության ժամանակը։ Լավ, կարևորը հաղթեցին։ Դե հաղթեցինք, բայց գոնե իմունիտետը լինի այս անգամվա խաղը։ Ժողովուրդ մի քիչ ուշադիր եղեք, էլի, սա գետինները կեղտոտ է։ Մեկ-մեկ մաքրեք գոնե։ Կներես։ Ինչ եք խոսում։ Դե խաղի վրա որ հաղթել են, գոնե այս անգամ էլ իմունիտետը լինի։ Բայց երևի մենք էլ ենք մասնակցելու։
Ամեն դեպքում լավ բան շահելու ենք, դա եթե ինձ այդ չի։ Դե հա, եթե հաստատ բես դե իմունիտետը ավելի կայֆ կներ էլի։ Աղաս կամացից պետք է հագնվենք, գնանք քվեարկության։ Որոշել ես ու մեզ քվեարկելու։ Ցավը տանեմ, ես իմ մոտ երկար ժամանակ ամփոփող է, Ռաֆնա։ Ես կարամ փակագծերը չբացեմ ում եմ պատրաստում քվեարկել։ Ինտրիգ ես պահում էլի։ Պարտադիր։ Ջետքի։ Այո։ Լավ լավ եմ եկել։ Շատ լավ, արան։ Շատ ճիշտ բայ ես եկել։ Ես հատա ասին եմ անգալի, միջև փոկալը, ասեցին բանում սենգա կոթե խոսում են։ Դու հիշում ես առաջի հաղորդման ժամանակ ստեղ որ ջերուցման մասին որ խոսիկ ինչ հավես ա եղել են, տակություն ասին նոր տունը, այս ապահովել է ջերմությունը, ջերուցումը եւ այլն, որ Լիան ասեց խնդրում եմ ինձ կարա Որոշ մի բան Նրան ակում է ճիշտ եմ իշում սկսել։ Հետո ես էլ ասեցի։ Ինչ ասի։ Ես ուզում եմ մի կարևոր բան ասել, սիրելի ընկերներ, ես բնակարան եմ գնել եւ հիմա կանգնած եմ վերանորոգման շեմին։ Մերսի, տարոսը բոլորին եւ ուզում եմ ասել, որ նոր տան կարիքը ես շատ ունեմ եւ եթե դուք ինձ հիմա լսում եք, խնդրում եմ գրեք ինձ։ Քո խոսքը տեղած է սիրելի Լիա։ Այո։ Կարող է մարդ ես այսօր քեզ քվեարկում են դուրս ես գալիս նախատի մարդ լավ նուրով Նախապատրաստում է։ Չէ, ես այդպես բաներ կապ չունեմ։ Նորտուն խանութների ցանցը Լիայից նվիրել է 300,000 դրամի նվեր։ Բորավո։ Պետք է կիսվեմ։ Չէ, դա կողմնա իրական շնորհակալություն ենք հայտնում նոր տանը, որովհետև նորից եմ ասում մարդը կարող է անել սոդեկի նախագիծը տրամու բարձր գնալ։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը, իմ խոսքը տեղահասել։ Այդ նույն չես կպել թող։ Իմ Ես էլ եմ նվերջի։ շնորհակալ, շատ շնորհակալ եմ, որ իմ խոսքը Լիայի զեղչի հետ կապված տեղացավ։ Ինձ էլ իշտակ տակ, իմ մեծ լախապի։ Վայ չի թողում, հարգելի նոր տուն։ Ես շատ շնորհակալ եմ, որ իմ եւ աղասի եւ Արամի խոսքը տեղահասել, անկեղծ շատ շնորհակալ եմ, ես սիրով կօգտվեմ եւ կներկայացնեմ իմ սիրելի հետևորդներին։ Всё, հրաշք, իսկ հիմա արեք փոխվենք, ես եկնա փոխվենք, գնում ենք։ Всё, գնացինք։ Մենք հիմա ճիշտ է գտնվում ենք քաղաքության զոնայում, բայց այս պահին դրական, միայն դրական նոտա եմ սպասում։ Ես ուրախ եմ։ Այո, այս դրական նոտայի հեղինակը Լեդիզոնն է։ Այո, որովհետև Լեդիզոնը այսօրվա հաղթող թիմի համար պատրաստել է ֆանտաստիկ նվեր։ Բայց հաղթող թիմից մեկի համար։ Լավ։ Մենք էլ որպես Arm Games ամբողջ թիմի համար։ Դա վաղը ավելի ցած ակնհայտ կլինի իրանց համար, բայց այսօր Լեդիզոնը ոչ միայն աղջիկների համար, այլ ում բաժին կհասնի ռանդոմ, պատրաստել է գժական նվեր։ Արամ, ես անհամբեր եմ, խնդրում եմ ասա, ինչ նվեր է։ 500,000 դրամի սերտիֆիկատ։ Հրաշք։ Ուրեմն այս кейսերից միայն մեկում է, նախ խնդրեմ ընտրեք որևէ քեզ եւ կանգնեք։ Հիմա Արամ, եթե չեմ սխալվում, երևի պետք է հերթով բացեն։ Մի անգամից կուզեմ, բայց միշտ այդ հարց եմ ուզում տամ։ Դու Լեդիզոն հաճախել ես։ Ոչ։ Իսկ չես պատրաստվում։ Ես կարամ կազմակերպեմ քո մեքենայով այնտեղ հասնելը։ Վարորդ ուղարկեմ քեզ տանի Լեդիզոն։ Այդքանը քեզնից։ Այո, այդքանը մնացածը Լեդիզոնից։ Ես դեմ չեմ, շնորհակալ եմ։ Շատ լավ։ Եվ այսպես 3 հաշվից բացում ենք ում ոնտ է այդ նվերը, բացասում է եւ մենք իմանում ենք ուրախություն։ Բարձրացում եմ, որ մնացածը ատոմ են։ 1 2 3 Արա ճիշտ եմ ասել։ Նախապես, ես նախապես։ Ես նախապես ոչ ետերային, ես ազնիվ խոսք, ռուպ, ասա, որ ասել եմ ստեղա։ Այո։ Ես ազնիվ խոսք չգիտեմ։ Ոնց է տեղերը փոխվեցին։ Էս էր ուզում ինքը, ես ասի ես կապսեմ։ Շնորհակալ եմ Լեդիզոնին 500,000 դրամ տրամադրելու համար։ Այո, շնորհակալություն այս գժական նվերի համար։ Ճիշտ է, մենք բոլորս ավելի շատ կուրախանենք Լեդիզոնն էր, որ Շուշան ամեն դեպքում շահեր, բայց ոնց հասկանում եք։ Что есть, Շատ լավ, այս դրական նոտային եւս մեկ բան ավելացնեմ, քանի որ դուք հաղթել եք, որպես հաղթող թիմ, դուք ունեք
փոքրիկ նաև նվեր մեր կողմից, դա արդեն կիմանաք վաղը խաղի ժամանակ։ Իսկ հիմա պատրաստվում ենք քվեարկության, որտեղ նաև պետք է լինեն աստղերը։ Լավ։ Մի փոքր փոփոխություն եւ մենք շարունակում ենք։ Միանգամից դրական մթնոլորտից, դրական նոտայից տեղափոխվեցինք դեպի, ինչքան էլ չեմ ուզում ասել, բայց բացասականը։ Դե ամեն դեպքում քվեարկության արդյունքում հնարավոր է մարդ լքի նախագիծը փոքր խաղերի արդյունքում։ Բոլորս դա արդեն գիտենք։ Այսօրվա խաղը քանի որ իմունիտետի մասին չէր, երկու թիմերն էլ թե աստղերը, թե բլոգերները պետք է քվեարկեն։ Այսօր իրենց դեբյուտն են, հա, նաև քվեարկության զոնայում ունենալու Ռոզալիան աստղերից, Գևորգը բլոգերներից։ Բայց մինչ քվեարկությանն անցնելը ես ուզում եմ ձեզ հիշեցնել առավոտվա մասին։ Առավոտ ես եւ Արամը եկանք ձեզ մոտ եւ տվեցինք արկղեր, որոնց մեջ կային քարտեր։ Քարտերը ստացան այն մասնակիցները, որոնք պետք է դրանք օգտագործեն։ Օգտագործեն հիմա։ Քվեարկությունը սկսվում է ընդամենը վայրկյաններ անց, ես կխնդրեմ, որոնք որ ունեն քարտերը բարձրացնեն։ Բլոգերների թիմից Ռուբենը եւ աստղերի թիմից Էմման։ Դուք այս պահին կարող եք զրկել ձեր թեթև ձեռքով յուրաքանչյուր մասնակցի ում որ ցանկանաք քվեարկության իրավունքից։ Նա այսօր չի գնա քվեարկության։ Կմնա իր տեղում նստած, բայց նրանք կքվեարկեն։ Ես ուզում եմ բլոգերների թիմը որոշման մասին ասի։ Ռուբեն, եկամ մի քիչ երկար եմ մտածել ում պետք է տանք, բայց քանի որ դուր այախ։ Մի վարքան սիրուն տեքստ եմ պատրաստել, մի վարքան։ Քանի որ Գևին դժվար կլինի տվյալ պահին որոշում կայացնի։ Ես Գևի փոխարեն որոշումը կայացրել եմ։ Ահա, Ռուբենը փոխարեն։ Կեզ ջան։ Ես էի մտածել, մի քիչ առաջ եկե Ռուբոյի անունն էր ճշտում։ Օրինակ դեպքը Գև ջան, Մարտիրոսյան, դու այսօր չես կարող, ձայն ունես, բայց դու չես կարող քվեարկել գաղափարը։ Բայց կարամ ընթացքում խոսամ։ Վիրավոր եմ։ Այո, իհարկե, բայց դու չես կարող քվեարկել։ Էմա, քո որոշումը։ Ես մի անգամից կայացրեցի որոշումը սենց տեղում ու այս քարտիկը հանձնում եմ մարդու, ով հնարավոր է քվեարկեր իմ դեմ։ Քանի որ Եվան հետ վերադարձավ փոքր խաղերից Ռաֆի հետ միասին, տրամաբանական էր, որ վերադարձել է ինչ-որ մի բոնուսով։ Ինչ բոնուս էր չգիտեի, բայց գուշակում էի, որ ի վնաս մեզ այդ բոնուսը աշխատելու, այդ իսկ պատճառով որոշեցի գոնե իրեն զրկեմ ձայնի իրավունքից։ Եվան։ Ես կզարմանայի, որ մեր նոր եկած աղջկան դար Էման։ Ես սպասում էի ու վստահ էի, որ Էման իմ դեմ է գործածելու այդ քարտը։ Դրան վար չեմ զարմացնում։ Շատ լավ։ Քվեարկությունը լինելու է այսպես, սկզբում կսկսեն բլոգերները, հետո աստղերը, քվեարկության համար ձեր գույնը սպիտակն է։ Այս ընթացքում բլոգերները ավարտում են, նշեցնեմ, որ միակ մարդ, որ այստեղ չէր կարող քվեարկել, դա Գևորգ Մարտիրոսյանն էր։ Բլոգերները քվեարկությունն ավարտեցին։ Ուրեմն միանգամից անցնենք աստղերի թիմին, առաջինը թող գնա Լիան։ Լիան, դա Անահետի որոշումն է, խնդրեմ։ Գեղեցիկ կեցվածքով Լիան գնաց։ Հիմա վերադառնանք աստղերի թիմ, այստեղ բավականին լարվածություն է եղել, երեկվանից սկսել է այսօր կիզակետում եղել։ Կրքերը ոտենում են, այսպես ասած, միած սենց հանգուցալուծման։ Չէ, ես կարծում եմ հանգուցալուծման չեն մոտենում։ Չէ, կծիկը դեռ նոր է։ Ես քեզ հարց ունեմ, ինչ ես կարծում այստեղ աստղերի թիմում անցյալ խաղին երկու վտանգավոր գոտում հայտնված Ռաֆը եւ Լիան, ինչպես կլինի իրենց վիճակը այսօր։ Նորից նրանք հայտնվում են վտանգավոր գոտում, թե կփոխվի ինչ-որ։ Ես կարծում եմ մասամբ կփոխվի։ Ռոզալիա, վերջինը պատիվ է տրվում քեզ, ով կուզես ընդամենը նոր, հա, քո նորաթուղ թիմում հայտնվի վտանգավոր գոտում։ Սիրելիներս, այս պահին վայրկյաններ անց կամփոփենք քվեարկության արդյունքները։
Շատ լավ։ Ես արդեն ունեմ արդյունքները։ Կխնդրեմ մի վարքան, եթե իրավունք կտակ։ Այսօր շատ լռեցի ամբողջ քվեարկության ընթացքում ու ես էլ դատարկա ձեռն չեմ եկել։ Ես էլ եմ 3 փոքր խաղերում հաղթել եւ ունեմ իմունիտետ, որ օգտագործում եմ այսօր ինքս ինձ փրկելու համար։ Okay։ Ռաֆա դեռ չլսած քվեարկության արդյունքներն արդեն օգտագործեց իր իմունիտետը։ Այն մարդիկ, ովքեր ունեն իմունիտետ, իրենք հարցրել են մեզ, թե երբ կարող են օգտագործել, մենք բացատրել ենք, որ իմունիտետը չեն կարող օգտագործել քվեարկությունից հետո։ Կարող են օգտագործել առաջ, որովհետև նաև իմունիտետը ունի այսպիսի մի հրաշալի զենք, նա կարող է փոխել իրեն ուրիշ մարդով։ Նա կարող է ասել, ես իմ իմունիտետից հրաժարվում եմ հանձնելով ուրիշ մասնակցի։ Դա արդար է, երբ նա դեռ լսած չի լինում քվեարկության արդյունքները։ Քանի որ Ռաֆը հաղթել է Եվայի հետ միասին, Եվայի ուղիղ ասեմ, 2 քարտ է եղել տուփերի մեջ, մեկը եղել է +1 ձայն, մյուսը եղել է իմունիտետ։ Մեկը վերցրել է Եվան, մյուսը վերցրել է Ռաֆը։ Ընթերցեմ աստղերի քվեարկությունը։ Աստղերի քվեարկությունը եղել է այսպես. 1 միավոր Եվա քո դեմ է եկել։ Բայց պայծրությամբ ես կարծում եմ, որ Եվան այն մասնակիցն է, ով պետք է դուրս գա։ 3 միավոր Լիա քո դեմ է եկել։ Երեկվա քվեարկության ժամանակ ես հավաքել եմ 5 ձայն։ 5 ձայնս գիտեմ հստակ ում կողմից են եղել։ Այսօրվա քվեարկության ժամանակ ես հավաքել եմ 3 ձայն։ Էմայից, Էմկայից, Ռաֆից։ Լիա, դու արդեն վտանգավոր գոտում ես, ինչպես որ դու ասեցիր քվեարկությունից առաջ։ Որովհետև ով է լինի առաջին տեղում, դու այսպես թե այնպես վտանգավոր գոտում ես։ Եթե առաջին հորիզոնականը կամ ստացվում է այսպես, կամ եթե մյուս մարդը, որ ավելի բարձր միավոր է ստացել նեգատիվ առումով, Ռաֆը չէ, Ռաֆը անիմաստ օգտագործեց իր իմունիտետը։ Եթե Ռաֆը չէ, որովհետև այդ մարդը Երբ որ ինձ տալիս են շախ, ես անում եմ իմ քայլը եւ լինում եմ մատ։ Ռաֆն է։ Շնորհակալություն։ Մենք ճիշտ օգտագործեցինք մեր կապ Ռոզալիայի հետ, թողեցինք, որ բոլորը փորձում են ինձ ձգել իրանց կողմը, ես 19 տարեկան եմ, բայց պետք է իմանաք, որ ինձ մանիպուլյացնելը ահա որ դժվար է։ Այստեղ այդքան իրանք ստրատեգիա պես չեն խաղում, ինչքան խաղում են ուղակի իմ դեմ, կոնկրետ իմ դեմ։ Ու ես վերջին վարքյանին ուղակի վստահ լինելով, որ բոլորը ինձ են քվեարկել, ես իմունիտետը պահեցի ինձ։ Ռաֆ օգտագործեցիր իմունիտետը եւ մենք հասանք մեր նպատակին։ Լիան ու Եվան ուղղակի իրար հետ գնացին վտանգավոր զոնա, չնայած 90% վստահ եմ, որ կվերադառնան։ Այդ մարդը Ռաֆն է սենս։ Հիմա անցնենք արդեն առաջ ասելով, որ վտանգավոր գոտում հայտնվում են 3 ձայնով Լիան եւ 1 ձայնով Եվան։ Ինձ դուր չեկավ, որ մինչև խաղը արդեն պայմանավորվածություններ ա եղել ու դա ֆակտ եղել է։ Փոքր խաղերից ես եւ Եվան կվերադառնանք հաղթանակած եւ ավելի ուժեղացած։ Այնպես որ բռնվեք։ Հա, Ռաֆ, սիրելիս, դու շախմատի կանոնները լավ չգիտես, այնտեղ կարևոր վերջնական հաղթանակած քայլը անում է թագուհին։ Քանի որ Ռաֆի ձայները իմունիտետի հաշվին վերանում են, ստացվում է այնպես, որ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղացրած 3 եւ 1 ձայներով Լիան եւ Եվան հայտնվում են վտանգավոր գոտում։ Անցնենք բլոգերների թիմին։ Դե նախ լավ, ես որ եկա այս թիմ, կարծում եմ ու տենց պրոստը տրամաբանում եմ, որ ինձ կարան առաջին օրինակ հանեն, ստեղ ես դառնամ վտանգավոր գոտի, այնպես որ ես էլ ունեմ իմունիտետ, ասեմ, ժողովուրդ ջան, ու ես ուզում եմ օգտագործեմ այդ իմունիտետը ու մնամ ձեր հետ խաղամ։ Այո։ Քանի որ շատ լավն է։ Քանի որ իսկ թե որտեղից է իմունիտետը ինձ խաղերը կնայեք կիմանաք։ Քանի որ սա իմ նախագիծն է ու ես ասել եմ, որ ինձ դուր չեն գալիս բունտերը եւ կոալիցիաները, ցանատական խաղը ինչքան է թիմային է, ես սպասում եմ այս քայլին բլոգերների կողմից, որ նրանք երբ որ Գևորգին կանչեցին, կարող են նույնիսկ քվեարկել նրա դեմ։ Ես ապահովագրեցի ինձ եւ իմ նախագիծը։ Ուղիղ ասում եմ, քեզ ստեղ կանչել եմ գժական առաջարկով, նա ստեղ առաջարկը ստեղ է, նա բացի։ Okay, իմունիտետ։ Այո։
Պայմանավորություն ունեմ Գևորգի հետ, ես ուղղակի օրեն ոչինչ չեմ տալիս մարդկանց։ Կամ մարդիկ դա վաստակում են, կամ մարդիկ դա խաղարկում են։ Գևորգը համաձայնվեց, որովհետև ինքը վստահ էր, թե ինչի դիմաց է Գևորգը վերցել իմունիտետը, դա կիմանանք վաղը։ Այս պահին Գևորգը չի քվեարկվում։ Եթե դու համաձայնվում ես, վաղվա մեծ խաղերը, բլոգերների համար սկսվում է մինուսավոր գոտուց։ Գևորգ, ես եւ դու ճիշտ էինք, դու ստացել ես ամենաշատ 5 ձայնը։ Ճիշտ էինք։ Գևորգ ջան, դուք նախագծում եք։ Շատ կայֆ է, հետաքրքիր դառա, որովհետև պարզ էր ամեն ինչ ու Եվ այսպես, 2 ձայն ունի ընդամենը 1 մասնակից, որ արդեն վտանգավոր գոտում է։ Նորից պետք է լինի քվեարկություն։ Վաղ դու վտանգավոր գոտում ես։ Իրականում այդ պլանավորված մասնակիցները հանձին ինձ եւ Գևորգի, որ պետք է գնան փոքր խաղ, պլանավորված է շատ ավելի վաղ, քանի որ մենք որոշել ենք ուժեղներով գնանք փոքր խաղ եւ հաղթենք մեր ոսոխներին, բայց բանից պարզվում է, որ մեր հարգելի Արամը ունի ուրիշ պլան եւ իմունիտետի քարտը տվել էր Գևորգին։ Սա թիմով պայմանավորված եւ թիմով համաձայնեցված քվեարկություն է։ Հուսով եմ ամեն ինչ կգնա այնպես, ինչպես պլանավորել ենք։ Մանոն դեռ մեզ պետք է։ Վաղ ջան, դու Լիայի եւ Եվայի հետ վտանգավոր գոտում ես։ Բլոգերները ունեն եւս 1 քվեարկության հնարավորություն։ Ագնես, համեցեք։ Վերաքվեարկություն։ Ինչ կասես իմ մասին Անահիտ եւ իմ նախագծի մասին։ Դու նախընտրում ես, որ ես ասեմ ամեն դեպքում։ Իհարկե։ Դու կարողանում ես զարմացնել։ Ես շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ դա լսում եմ։ Ես բարձրաձայնում եմ արդյունքները։ Մեկական ձայն ունեն 3 մասնակիցներ։ Շուշանը, Ագնեսը եւ Ռուբոն։ Երկու մասնակիցներ ստացել են առավելագույն ձայները, բայց մեկը ավելի շատ։ Մի մասնակիցը 2 ձայն, մյուս մասնակիցը 3 ձայն։ Եվ այդ մասնակիցները? Երկու մասնակիցները Ռաֆոն Հայդալեկ եւ Մանոն են։ Իսկ առավելագույն ձայն ստացած մասնակիցը? Ռաֆո դու շարունակում ես մնալ նախագծում, Մանո դու Երկում եմ վաղը։ Մանո դու վտանգավոր գոտում ես։ Ընդիր։ Այո։ Հիմա Գևորգի տեղը զբաղեցրեց մի ուրիշ անուշ աղբեր, մեր Մանոն, ու ես շատ ավելի ուրախ եմ, որովհետև Մանոն էլ ավելի կարկառուն ու ուժեղ տղամարդ է, քան Գևորգը։ Ոնց հասկացա Գևորգին դեմ եմ, էլ չեմ սիրում Գևորգին։ Շատ լավ։ Հենց երկեմ սոխակները։ Վաղը այստեղ լինելու է փոքր խաղեր, արդեն դուք ծանոթ եք մեր խաղերին, որտեղ ավելի շատ պետք է տրամաբանություն, արագություն մտքի եւ էմոցիոնալ հավասարակշռվածություն։ Ուրեմն քվեարկությունները բրձավ, բայց ոնց ես պլանավորել դες էր չգնաց, ոնց որ մեր թիմը Գևորգը ընդամենը ուներ մի հատ քարտ, որը իմունիտետն էր, դժբախտաբար ինքը խաղից դուրս մնաց, իրան ենք ընտրել, մնացի, որտեվ ես ասեցի իմ ինգերներին, ինձ ընտրեք, ես եմ ուզում գրանցի խաղ, որովհետեւ հաղթանակած այդ վերադառնամ, ես ու Վագը հաստատ մեծ, շատ ուժեղ թիմ ենք կազմում իրար հետ, սա ինչ պետք անենք, պետք է ճիշտ խաղանք այս խաղը ու մնանք ուժեղ իրար հետ։ Այս պահին բոլորին առաջարկում եմ լքեն տարածքը, մնան այստեղ Լիան, Եվան, Վահագը եւ Մանոն։ Օրը ինտրիգային էր ու վստահ եմ, որ շարունակվելու է այդպես։ Ես միայն խորհուրդ կտամ, որ մտածված գործեք։ Այսքանը։ Թե ովքեր կգնան այսօր տուն, կիմանանք քիչ անց։ Այնքան լարված պահ է այս պահին, որ Անահիտը ասեց, ես այս լարվածությունը չեմ մնա։ Խաղը բավականին հեշտ է թվում, բայց բավականին բարդ է։ Նրանք պետք է շախմատ է կարելի ասել, մագնիսի շախմատ է։ Պարտվելու այն մասնակիցը, ում քայլի ժամանակ մագնիսը կպչում է մյուս մագնիսին։ Սա իրականում մագնիսի շախմատ է։ Այս խաղին պետք է մասնակցի մեկ մասնակից ձեզնից, բայց շատ կարևոր դիտարկում։ Մյուսին պետք է մասնակցի մյուս մասնակիցը։ Ընտրեք, մոտեցեք։ Դե, ես քանի որ սեղանին մոտ եմ, եւ ես սկսեմ։ Բաման ես։ Խնդիր չկա։ Ձեզ մոտ։ Արդեն պատրաստ է։
Ես։ Տշնամի։ Okay։ Դες համար ամեն ինչ պարզ է։ Այո։ Ամեն ինչ պարզ է, բայց ես պետք է աթոռ խնդրեմ, որտեղ ինձ համար բարձրագրուպների վրա շատ բարդ է լինելու խաղալը։ Շատ լավ աթոռը կբերեն հիմա, նայեք խնդրեմ մի փոքր բարձր խոսենք։ Ես անձամբ կբերեմ։ Դժնամաս դեմքը։ Իսկ թվում է դիմացը Վահագը դեմ չի։ Օլյանը ստացել։ Ոնց որ ուղղակի կանչել օֆիսում ես կանչել ու գալիս անում Ոչ մի առավելություն չի տալիս, բայց եթե դու ուզում ես կարող ենք քեզ համար աթոռ։ Ladies first։ Դու ուզում ես առաջինը սկսել։ Խնդիր չեմ տեսնում, սկսենք։ Okay։ Կարևոր է, որ դնեք ճիշտ անցքերի մեջ։ Մի խորհուրդ տամ երկուսիդ, մագնիսները վերևից իջացրեք, որ ամեն դեպքում օդում չկպնի։ Սա որպես փոքրիկ հուշում ձեզ։ Տակ միանշանակ փորձում եմ մագնիսները դնել դաշտի անկյունը հատվածներում, որպեսզի շատ հեռու լինեն։ Դանդա, ապրես։ Շատ եղեք, որ ճիշտ անցքի մեջ տնեք։ Լարվածությունը այնքան շատ է, ես Եվայի շնչառությունը զգում եմ։ Չեկավ դա, բայց ես ամբողջ լրջությամբ ասում եմ, հայտարարակ լարված եմ։ Սա կատակ չի։ Լիա ամեն դեպքում որոշում պետք է կայացնես։ Միայն վերևից այդ մասում ավելի շատ տարածք կա։ Չէ։ Որը։ Այ հեռավորությունը այստեղ ավելի շատ է։ Այստեղ նույնն է։ Նույնը չի։ Ես կարծում Եվան ճիշտ է հուշում։ Այստեղ։ Չգիտեմ, բայց հուշումը ճիշտ է։ Այդ կողմը ավելի շատ է հեռավորությունը, բայց դու որոշի։ Հենց այդ։ Վերջապես, միանշանակ Եվայի հուշումը ճիշտ էր։ Դու տեսնում ես դաշտամանը։ Ընդիր։ Արդեն լարվել եմ ու պետք է ավելի խելացի գտնվել։ Դավայ Վահագ, դու կարաս։ Դանդա, Հաշվարկային շատ բարդ բան է սպասվում քեզ, Վահագ։ Շախմատի կանոններով եմ ես տեսնում դաշտը։ Դու արդեն պետք է մտածես քո հաջորդ քայլը։ Կարծում եմ դիան նույնպես կդնի։ Ու եթե դու դնես, հավանական է դա կլինի քո հաղթանակը։ Վճռորը շպա։ Նույնիսկ Վախեն եմ շնչել, Դիան արեց դա։ Ասեմ քեզ։ Ես տեսնում եմ սեղանը, տեսնում եմ մագնիսե շախմատը եւ ասում եմ, որ շատ բարդ տեղ ունի, ես էլ տեսնում եմ։ Հնարավոր է Վահագի քայլից հետո խաղն ավարտվի։ Ասա որ ես տեսնում եմ։ Շատ։ Երկաշունչ, դանդաղ, Հրաշալի էր Վահագ, Վահագ հրաշալի էր։
որ լիան ուշադիր լինի։ Եվ ինչ ես տեսնում։ Պետք է բացել։ Պտամ համրապի կպի։ Նայում եմ դաշտին ու վստահ եմ, որ ես հաղթել եմ։ Հանգստացի։ Ինչ թվում է հիմա ես Լիայի փոխարեն ավելի շատ եմ լարվում։ Իմ լարվածությունը կրկնապատկվեց եւ այլ լարվածությունից։ Երբևէ Armgames-ի շրջանակներում չի եղել մի իրավիճակ, որ ես սենց լարվեմ։ Նաև ես ինձ անզոր եմ զգում, որտեղ ես չեմ տեսնում ելք, բայց Լիա հələ մի փորձի։ Էմոցիաներից աչքերս արցունքոտվում են։ Ու իմ արցունքները կաթում են իմ ձեռքում գտնվող մագնիսի վրա։ Փորձի տես, եթե շարժվում է հետ տար։ Լիա, ուղիղ եմ ասում, պետք է որոշում կայացնես։ Այդքան ժամանակ էլ Խաղը անսահմանափակ ժամանակի մասին չէ։ Կամ հիմա որոշում ես կայացնում դնում ես, կամ հանձնվում ես, հաղթանակը տրվում է Վահագնին և Մարմենին։ Դու ունես դրա համար 10 վայրկյան, հետ հաշվարկը գնաց։ 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, Աչ 1, վերջ։ Զմբ։ Շատ ափսոսում եմ, որ պարտվեցի ու չարդարացրեցի եւ այս սպասումները։ Ամեն դեպքում այս պահին առաջին պարտիան իօգուտ ձեզ է։ Տղաներ, անցնում ենք երկրորդ փուլին, որտեղ արդեն Մանոն ընդդեմ Եվայի։ Շատ լավ։ Արդեն Մանոն եւ Եվան դիրքերում են։ Հիշեցնեմ, որ Վիշվանատան Անանդ, որը ազգությամբ հնիկ էր միջազգային։ Էլա մաֆրեն։ Կասպարով մրցույթում հաղթեց Վիշվանատան Անանդը, հաջորդը Ռոլի Կոլեմանը ընդդեմ Մոնիկա Բելուչի։ Նորից շատ լարված խաղ է սպասվում, որը նորից կախված է հաշվարկի, բայց ամեն դեպքում նյարդերի հետ։ Ով այս փայտիկը հանեց այդ ընթացքում այս ամենը ընկավ, պտտվեց, շուռ եկավ եւ այլն, նա պարտվում է։ Խաղը ունի ընդամենը մեկ կանոն, դուք կարող եք վերցնել մեկական փայտիկ։ Ով է սկսում, անցյալը սկսեց Լիան, եւ դու որոշել ես սկսում։ Ես եմ սկսում, շատ լավ։ Մենք մոտ քանի որ շախմատային է այսօրվա օրը, ու սկսվել, կպնում ենք, չենք կարող փոխել։ Ստեց։ Եվա նստած հարմար եմ։ Շատ։ Լավ։ Չեմ կարող ասել, սա կապ ունի նուրբ մատերի եւ հաստ մատերի հետ, իրոք վստահ չեմ։ Երևա քիչ անց։ Ըստ իս մագնիսների խաղը շատ ավելի նյարդային էր, քան այս խաղը, ըստ իս։ Համաձայն շան եթե ուզես, ես սա ավելի լավ ես խաղը։ Լիա ինչպես տեսնում ես, սա
ամբողջովին մոտորիկայի պայքար է։ Ըստ թվում է քիչ անց խաղը կսկսի լարվել։ Դեռ ավելի քիչ փայտիկներ մնան կլորակի մեջ։ Նայ, սիրում եմ ված բաներ անել ես։ Մանուն որոշել է ամենաբարդ գործողությամբ անել, բայց կարծում եմ նրա մոտ դա ստացվում է։ Չհասկացանք ինչի է։ Ոչ մեկ ինձ թվում է չհասկացա, բայց ամենակարևորը նա լոգիկա ո՞ն է ախպեր։ Ես այդ եղջյուր եմ սիրում եմ բարդ ճանապարհները հաղթել։ Այդ եղջյուր, սարեր, հա։ Սիրում եմ բարդ ճանապարհները հաղթել։ Այդ ջոգին էսա գարմիր է։ Որտեղ ինքը Վահագի հուշումով Մանոն տեղափոխվեց հաղորդավարի դիրք։ Սա լրիվ մաթեմատիկա է։ Հա, շարված կլինի։ Սկուշ շարժի, սկուշ։ Հրաշալի։ Ասեմ ինչ տեղի ունեցավ, մյուս փայտիկը հանկարծակի ընկավ, օգնելով եւ այն։ Ես առաջարկում եմ մի քիչ հանգստանաս, այդ խորը շունչ քաշի, քթով խորը շունչ քաշի եւ Եվ այս կարծում եմ լիան ճիշտ ուշում է անում։ Բայց այն կողմից մի քիչ քայլի այդ կողմ։ Եվ այ խաղի ժամանակ չեմ հասկանում ավելի շատ լարվում եմ, օգնում եմ, թե խանգարում եմ։ Փայտը օդում էր։ Ինչքան խաղը մոտենում է ավարտին, Մանոյի եւ Եվայի էմոցիաները ավելի շատ են տեղի տալիս։ Ամենավերջում հաղթելու այն մասնակից, ով ավելի զսպված լինի էմոցիոնալ եւ ավելի հավասարակշռված գործողությունների մեջ։ Խաղը կամաց մոտենում է ավարտին։ Վերջ, նյարդերը տեղի տվեցին Եվայի, հնարավոր էր դա անել, հնարավոր էր։ Լավ աշխատանք էր, գիտեմ ինչ էմոցիաներ, որտեղ ես ամբողջովին, իմ ձեռքերը ամբողջովին ջուր են, բառեզբուն իմաստով։ Ես մի հայտարարություն կարող եմ անել։ Իհարկե։ Ես ամենասկզբից հիշում ես, երբ որ ես մեկ այս պրոյեկտ ասեցի, որ ես եկել եմ էմոցիաներ հետևից Արամ ջան, այլ ոչ թե մեքենայի բան։ Ու ես շատ օքեյ եմ, որպեսզի գնամ ինքնազոհաբերության։ Բացատրի, որպեսզի հեռուստադիտողը ես դեռ չեմ հասկանում եմ միտումը, մոտիվը, պետք է նաև հեռուստադիտողը հասկանա։ Եթե անկեղծ կոնկրետ ոչ մի լոգիկայի մոտ բան չկա, ուղղակի տրվում սրտովս։ Ես էլ եմ ասում եկել էմոցիաների հետևից, ձեռք բերել լավ ընկերներ եւ այլն, ես այդ ամենը ձեռք եմ բերել, ունեցել եմ ու ավելի ինձ թվում է խաղը հետաքրքրացնելու համար կարելի անել այնպես, որպեսզի մրցեն 7-7-ի դեմ օրինակ։ Եթե իհարկե կանոններից դուրս չի, կանոնները թույլ են տալիս։ Մեր նախագիծը այն հատուկ նախագծերից է, որտեղ շատ անգամ կանոնները ստեղծում են, որպեսզի հենց այդ կանոնները խախտվեն։ Ինձ թվում է հանդիսատեսը այդքան էլ իմ մասին տեղեկացված չի, այսինքն թե ես ինչպեսին եմ կյանքում, որովհետև հաճախ չեմ երևում ինչ-որ պրոյեկտներում ու այսպես ասեմ, սա իմ առաջին ռեալիթի շոուն է, որտեղ պետք է լինել իսկական, իրական եւ լինել այնպեսին, ինչպեսին դու քո կյանքում ես։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի հանդիսատեսը իմանա հստակ մի բան, որ ես ունեմ ներքին պրինցիպներ, արժեքներ, որոնց վրա ես չեմ կարող ուղղակի կոխրտալով քայլել։ Կան կանոններ, որոնք հնարավոր չէ խախտել, բայց մեր նախագծում բազմիցս անգամ մասնակիցներ զիջել են, զուտ դա պետք է լինի տրամաբանական, որպեսզի հեռուստադիտողը հասկանա։ Բայց եթե դու ուզում ես քո տեղը զիջես որևէ մեկին, նախ պետք է ընտրես որևէ մեկին։ Դա մեկ։
կամ կարող լինի դա ռանդոմ, որպեսզի դու ընտրություն չկայացնես, մենք կարող ենք դա քո փոխարեն անել։ Ու իրենք են անում այս դեպքում, բայց ամեն դեպքում վստահաբար ես ասում եմ, որ քո քայլը շատ ավելի մեծ է, քան այն մեքենան, որ ինչ-որ մեկը կշահի կտանի տուն, դա միանշանակ։ Վաղ դու ամուսնացած ես, չէ՞։ Այո։ Իսկ երեխա։ 2 ամսից կծավալ։ Եկեք մենք էլ Arm Games-ի կողմից, արդեն իմ կողմից քո ընտանիքին 1 միլիոն դրամ նվեր։ Քանի որ ես միշտ ասել եմ, որ գումարը ինձ համար արժեք չէ, երբևիցե, համար ավելի կարևոր արժեքներ են այն քայլերը, մարդիկ, որ իրականացնում են, դու այսօր արեցիր։ Այս խոսքը սողում եմ կնոջս, Միլենա ջան, ամուսնյակը տուն է վերադառնում 1 միլիոն դրամով։ Պապայությունների։ Սպասելի էր։ Չեմ խափի, որ չէի սպասում Վահագից։ Վահագ, ես ուրախ եմ քեզ համար։ Հենց հիմա շատ ուրախ եմ։ Դու ինձ համար կրել ես։ Դու կրել ես, որովհետև դուրս ես գալիս ամենաճիշտ պահին, խաղաղ հոգեբանությամբ, ներդաշնակ ու գումարով։ Շատ լավ Մանո ջան, քանի որ դու միակ հաղթողն ես այս պահին, Վահագը գնաց լավ նվերը, բայց դու ամեն դեպքում գնաց, դու ունես բոնուս, որը պետք է քեզ օգուտ տա մնացյալ խաղերի ժամանակ։ Հասկացա, այսինքն գումար չէ։ Չէ, որ մույս մնացած խաղերը օգտագործում։ Չէ, ուղղակի դա կրկիր, որ ասենք ամենամեծ գումարներ մի Վահագը որ շահեց 1 միլիոնը գրած, բայց դա կրկիր դա Arm Games-ի կողմից է, թե ինչ որ հովանավոր էր, որ իմանանք այդ հովանավորը։ Չէ, երբ որ հովանավորի է, Լեդիզոնից ունեցանք, Նորտնից ունեցանք նվերներ, դա հատուկ իմ կողմից էր, հատուկ Arm Games-ի կողմից էր։ Հրաշալի քայլի համար նաև բալիկ են ունենում, որ ասում են շատ ուրախացա, որ այդպես ստացվեց։ Ես կարող շատ արագ պլանավոր բալիկի մասին, եթե իմանամ 1 միլիոն Arm Games-ի կողմից նայ։ Ավարտեց, բյուջեն ավարտեց նվերների։ Ընտրիր ընկերս։ Okay, նայեք ես որն էլ որ ընտրես։ Այո։ Մինչև եզրափակիչ, կրկնում եմ, մինչև եզրափակիչ կարող ես օգտագործել։ Որտեղ միայն եզրափակիչում է լինելու անհատական։ 7 հաղորդումների ժամանակ դուք լինելու եք թիմը ընդդեմ թիմի։ Եզրափակչում արդեն ամեն ինչ փոխվում է։ Հասկացա։ Դե ես քանի սիրո մեջ շահել եմ, ես որ չշահեմ ոչինչ, այս դեսնեմ ինչ կարող։ Հասկացա։ 1 պլյուս 1 ձայն, սա նշանակում է, երբ որ դու մեկի դեմ քվարկես, դա դաբլվում է, դա կրկնապատկվում է։ Դա 2 ձայն է հաշվելու։ Չէ։ Լավ է։ Ստեղ ավելի լավն է, բայց ամեն դեպքում դու ունես։ Ես սրանով վստահ եմ, էլի։ Ես քեզ շնորհավորում եմ, արժանի հաղթանակ տոնեց, այսպես ասեմ, Մանո Ռոնի Կոլեմանը։ Շնորհավորում եմ սիրելիներս, իսկ հիմա մեզ մոտ դու կարող ես գնալ Մանո ջան, Մանոն կարող է գնալ պատրաստվել, մեզ մոտ ավելի լարված պահ է, որովհետև այստեղ եմ հրավիրում 2 պարտվողներին, որոնց զիջեց Վահագը, այստեղ կդրվի այս նույն 2 տուփերը, որից մեկի մեջ կլինի իմունիտետ։ Ոչ թե նրանք շահում են իմունիտետ, այլ որը որ բացեց այդ քարտը, նա մնում է նախագծում։ Ֆանտաստիկ ջենտլմենական ինքնազոհության խաղի արդյունքում դուք այս պահին այստեղ եք, դուք պարտվել եք, բայց Վահագը զիջեց ձեզնից մեկին։ Այս տուփերից մեկում դրված է քարտ իմունիտետ, որը իմունիտետ չէ։ Սուտ այն քարտով դու մնում ես նախագծում, մյուսը դատարկ է։ Աղջիկներն ընտրել են, կանգնել են, բացելուց հետո ում մոտ քարտն է կմնա նախագծում, մյուս մասնակցին հրաժեշտ կտանք։ Երկուսիդ էլ մաղթում հաջողություն։ Լիան նախագծում եմ։ Լիան նախագծում է, Եվան լքում է նախագիծը։ Հաջողություն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Քանի որ Arm Games-ը ինքն իր տեսակով ինտրիգային ռեալիթի շոու է, որտեղ անընդհատ կլինեն փոփոխություններ, շատ կարևոր կետ կա, ես որ չասացի, մինչև այս տուփը բացելը։ Այս խաղում թե մեծ խաղերի ժամանակ, թե փոքր խաղերի ժամանակ հաղթել են բլոգերները։ Վահագը զիջելով իր տեղը քեզ, Լիա դու խաղը շարունակելու ես բլոգերների թիմից։ Որտեվ Աստղերի թիմը 2 պատություն են կրել,
նրանց մոտ չի կարող լինել հավասարություն։ Այս պահին խաղը վաղվանից սկսվել է 8-ը ընդդեմ 6-ի, որտեղ աստղերը լինելու են 6 հոգով։ Որտեղ ինչպես նշեցի, թե մեծ խաղերի ժամանակ, թե փոքր խաղերի ժամանակ հաղթող են ճանաչվել բլոգերները։ Ուրեմն լինում են, սա ինչպես մենք գիտենք, ռեալիթի է ու քանի որ այս խոսակցությունը խաղի մասին է, խաղի ընթացքում է, այո, Եվան այլևս նախագծում չէ, Եվան այլևս լքել է նախագիծը, բայց մի հատ հետաքրքիր բան կա, որ մենք մեր նախագծում շատ ենք սիրում նվերներ անել ու ովքեր որ ինձ գիտեն անձամբ ինձ համար ինչքան կարևոր արժեք է երեխան։ Եվան ընդամենը 2-3 ամսական բալիկին թողել է, եկել է մեր նախագիծ։ Ոնց մենք գոնե մի հատ փոքրիկ նվերով իրան չուղարկենք տուն, գոնե այն ասում է երեխան որ մեծանես 4-5 օրը մեզ ների, եթե կընդունես փոքրիկ նվեր մեր նախագծի կողմից քեզ 500,000 դրամի շրջանակներում դու այդ գումարը կարող ես ծախսել օրինակ երեխայի հետ գնալցով հանգստանալ, այս 5 օրվա վստահ եմ այս ռեալ ապրած ինտիգրներն ու ստրեսը, որտեղ դա նորմալ է։ Անցկացնելու, դիսկաթափվելու, հետո մեզ դրական հիշելու։ Եթե կընդունես, մենք սիրով այդ նվերը քեզ կանենք։ Շնորհակալություն։ Սիրով։ Սա ռեալիթի շոուն է։ Arm Games։ Ես վերադառնալու եմ։ Հենց այսպես յուրահատուկ ինտրիգային ձևով ավարտվում է Arm Games նախագծի 4-րդ թողարկումը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։